Ասում եք ձեզ հեռացրեցին սկզբունքների պատճառով, չէ՞։ Բայց քաղաքականության մեջ սկզբունքը առանց որևէ լծակետ, ուղղակի sense գեղեցիկ պատմության նման չի հնչում, որ ունեք սկզբունքներ, բայց չունեք լծակներ։ Սկզբունքն է, որը լծակներ է տալիս։ Բայց ձեզ չտվեցին այդ լծակները, փաստորեն ձեր սկզբունքները։ Երբ չտվեցին։ Ասում եմ 23 թվականին, տեսեք, եկեք նախ ամեն ինչ համեմատության մեջ է, չէ՞, պատմարդա։ Դրա համար են գալիս հնից, որ բերենք հիմա ձեր 23 թվականին, ուրեմն կար մեր մրցակիցներն էին, քաղաքացիական պայմանագիրը, որը ամբողջ պետական, ոչ միայն Երևանի, այլ ամբողջ հանրապետության վարչական ռեսուրսը կիրառեցին, միլիոնավոր դոլարներ ծախսեցին իրենց գովազդային ակցիաների վրա, հանրապետության վարչապետի կերպարը օգտագործեցին, ինչ որ դա դարձրել էին ինքնիշխանության պայքար եւ այլն, եւ ուրեմն կարողացան հավաքել ընդամենը 32% ձայների։ Մենք ծախսել ենք մոտավորապես $50,000 փող, ես հուսով եմ դուք պատկերացնում եք, թե դա ինչ չնչին գումար է, էլի Երևան քաղաքի ընտրարշավը կազմակերպելու համար։ Օգտագործեցինք մեր սոցիալական ցանցերը, օգտագործեցինք Հայկ Մանուկյանի ճանաչելիությունը եւ հավաքեցինք 19% ձայների, շուրջ 20, ավելի քան 19%։ Դա հենց կոչվում է այն, որ մենք կարողանում ենք մեր սկզբունքները տարածել հանրության մեջ, մեր տեսակետները տարածել